մեզ բերեց հասցրեց իր տան մեջ, իր ներկայության մեջ։ Եկեք մեր սրտերը պատրաստենք մեծարելու նրան։ Սաղմոս 27-ի առաջին խոսքն ասում է. Տերն է իմ հույսը եւ իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ։ Չարերն ինձ վրա են գալիս, որ իմ մարմինն ուտեն, իմ նեղացնողներն ու թշնահիները սահում են եւ վայր ընկնում։ Թեև զորաբանակ էլ ինձ դեմ բանակ տա, իմ սիրտը չի վախենալ, թեև պատերազմ էլ վեր կենա ինձ դեմ, ես դարձյալ կուսամ։ Մեկ բան եմ խնդրում Տերիցը եւ այն շատ եմ փափագում, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով մտիկ տամ։ Ամեն, ամեն։ Եկեք միասին որպես Աստծո բանակ, որպես Աստծո զորավորներ, մեծարենք մենք զորաբանակի գլխավոր Տիրոջը, մեծարենք մեր Աստծուն։ Հալելույա։ Տեր, մենք մեծարում ենք քեզ, Սուրբ Աստված, Իսրայելի զորավոր Աստված, մենք փառք ենք տալիս քո մեծանուն անվանը, Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին, մենք երգում ենք ու ցնծում, որ մահը պարտվի։ Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին, մենք երգում ենք ու ցնծում, որ մահը պարտվի։ Էմանուել, Աստծո բանակն է սա, Էմանուել, մենք պաշտում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, Էմանուել, Էմանուել Աստված։ Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել, պաշտենք մենք նրան, նա է մեր զորագլուխը, օրհնենք մենք նրան, Սուրբ Հիսուսն
Շնորհակալ ենք։ Ներկայության համար լսենք մեր հայտարարությունները։ God's
Եկեք մեր սրտերը պատրաստենք Տիրոջ խորը ներկայության մեջ գնալու։ Այսօր առավոտյան երբ արթնացա, սրտիս խորքից ասացի, որ ես ուզում եմ ավելի խորանալ Տեր։ Այսօր ուզում եմ ինձ այնպես այցելես, ինչպես երբևէ։ Ու իմ սրտի փափագն է այսօր անձամբ ես գնամ ու իրեն ավելի մոտից տեսնել, ավելի իր քաղցրությունը ճաշակել։ Նա մի այնպիսի Աստված է, ում երբեք չեն կարող սահմանափակել, ում երբեք չեն կարող հաշվարկել, ում չեն կարող ամենաբարձրագույն բառերով բնութագրել, որտև նա ամեն ինչից վեր է։ Տեր, քո խոսքում երբ ասվում է, որ քերովբեները ու սերովբեները ամբողջ ընթացքում անդադար քեզ ասում են սուրբ ես, ու դա մեկ օր չէ, դա մեկ տարի չէ, դա մեկ դար չէ, դա հավիտյան է։ Տեր, դու սուրբ ես։ Մենք այսօր ուզում ենք միանալ այդ զորքերին, միանալ այն բոլոր սուրբերին, ովքեր արդեն քո ներկայության մեջ քեզ վայելում են։ Ուզում ենք միանալ քեզ այս անկատար տեղից, այս աշխարհից։ Ուզում ենք քո փառաբանությունը ավելի մեծացնել, Տեր։ Ուզում ենք, որ մեր սրտից դուրս եկած երգը, մեր սրտից դուրս եկած աղաղակը քեզ հասնի ու քեզ ժպիտ վարքեվի, Տեր։ Մենք այսօր մեծարում ենք քեզ, Սուրբ Աստված։ Մենք շնորհակալ ենք քո բոլոր բարիքների համար, քո բոլոր այցելությունների համար, քո ողորմությունների համար։ Մենք մեծարում ենք քեզ, Տեր։ It's
հարություններում բնակվող Աստված, Դու սուրբ ես, Դու կատարյալ ես մեր Աստված։ Մենք շնորհակալ ենք Տեր, որ Դու քո այդքան կատարելությունից մեզ նման անկատարներին որդեգրել ես։ Մենք շնորհակալ ենք Տեր, որ մեզ ամենաթանկ գնով գնել ես։ Մենք շնորհակալ ենք, որ քո որդուն զոհաբերել ես մեր փրկության համար։ Մենք շնորհակալ ենք Տեր։ Մենք շնորհակալ ենք Սուրբ Աստված։ Հայր սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, հայր սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, քո անունը սուրբ է, սուրբ է, քո անունը սուրբ է, սուրբ է, քո անունը սուրբ է։ Մենք դավանում ենք Տեր, սուրբ է, Սուրբ Աստված, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Մենք շարունակում ենք մեծարել քեզ Տեր։ Օգնիր մեր սրտի ամբողջ փափագը ուղենք դեպի միայն քեզ։ Օգնիր լցվենք քեզնով։ Օգնիր կշտանան քեզնով Տեր, սակայն դա անհնար է։ Թող որ մեր բոլոր ծարավն ու փափագը ուղված լինի քեզ։ Սուրբ Աստված, թող մեծարվի քո անունը մեր կյանքերում։ Տեր, գիտենք, որ երբ որ դու գաս, մեր կյանքում ամեն բան իր տեղում կլինի։ Տեր, օգնիր մեզ լինել մեր նախասահմանության մեջ, որը քեզ երկրպագելն է։ Մենք երկրպագում ենք քեզ Տեր։ Սուրբ է, սուրբ է, սուրբ է, թող բխիր իշտակներից, և ձեռքիդ գործերը արձագանք կտան երկրից, կարգայությունդ և լինի քո կամքն այստեղ, Սիոնի դռները բացվելով թող քեզ երգեն, Տեր դու սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, հավիտյանի Տեր, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, հավիտյանի Տեր, սուրբ է, սուրբ է, սուրբ է, սուրբ է Տեր Իսրայելի, իր աբան գովում է, իրացած հրեշտակների, գով ինչպես մի աղ, կմարձանանք ահիտ առջև, Տեր մենք խոնարհվում ենք, և երգում ենք քեզ օրհնենք, Տեր դու սուրբ ես, սուրբ ես, դու
բավական չի նկարագրելու, թե որքան սուրբ ես դու։ Շարունակենք երկրպագել Տիրոջը։ Եկնանք երկրպագության մեջ, հարթանք մեր Աստծուն, որ նա մեզ բոլորիս հիշում է, ոչ միայն մեր մեղքերի պատճառով, այլ որ ինքը մարդացավ, իջավ այս երկրի վրա եւ զոհվեց մեզ համար, զոհվեց մեզ նման մարդկանց համար եւ շնորհակալ ենք Տեր համար, Տեր Հիսուս, փառք ենք քեզ տալու Տեր։ Լսում ես և օգնում ես ինձ, ինձ տալիս անչափ ավերին, ողորմությամբ պատում ես ինձ, դու գիտես ինձ, ու մանկուց դու ես ինձ պահել ու պահպանել, այցելել ամեն օր ու ինձ սեր ես ցույց տվել, դու ես հովիվը իմ Տերը իմ, միշտ հավատարիմ, իմ Աստված իմ լսում ես և օգնում ես ինձ, դեռ դու գիտես մարդկանց սիրտը չար, դու քննում ես խորհուրդը նրանց, նենք ու չար, ու մանկուց դու ես ինձ պահել ու պահպանել, այցելել ամեն օր Be
Հարկ մեր Հիսուսին Աստծո ժողովուրդ։ Ինչ լավ Հիսուս ունենք։ Եվ մեզ տվել է հրաշալի փառաբանության առաջնորդներ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, մենք մեր պաշտամունքի մեջ ունենք սովորություն, բարի սովորություն, որ միշտ հատված ենք տրամադրում Աստծո նվիրատվությունների, մեր նվերների համար, որովհետև Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստծո տունը դատարկ ձեռքով մեկ գնա։ Փառք մեր Աստծուն։ Եվ դա մեր հոգևոր կյանքի մեջ մեծ նշանակություն եւ բաժին ունի Աստծո ժողովուրդ, այսօր ձեզ ցույց կտամ։ Բայց մինչև այդ ուզում եմ ուրեմն մի քանի օր առաջ հերթական անգամ Եհովայի վկաները ճանապարհին կայնացրեցին։ Որ հաշվում եմ 17 տարվա մեջ այդքան փոլիսները իշ չեն կայնացրել, ինչքան Եհովայի վկաները։ Եվ երբ որ կայնացրեցին, ասեցի, գիտեք, ես ձեզ չեմ հասկանում։ Այդ չթողեցի խոսան, մի անգամից ես սկսեցի։ Ասի, դուք ոչ մի բանի չեք հավատում։ Ձեր ապագան մութ է, հույս չունեք, դուք հոգի չունեք, դուք երկինք չեք գնում, ոչ դժոխք եք գնում, ոչ մի բանի չեք հավատում։ Ես ձեզ չեմ հասկանում, ասի։ Դուք ինչին եք հավատում եւ ինչ եք ձեր ժամանակը վատնել ստեղ։ Մի խոսքով, եթե չգիտեք այդ մարդկանց վարդապետությունը, ուրեմն նրանք չեն հավատում, որ դժոխք կա, չեն հավատում, որ երկինք պետք է գնան, չեն հավատում, որ իրանք հոգի ունեն, ոչ մի բանի չեն հավատում։ Թե ինչին են հավատում, Աստված գիտի, իրանք էլ չգիտեն։ Բայց Աստվածաշունչը սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս, ուրեմն մեզ սովորեցրեց մի կարևոր բան։ Ուզեմ ձեզ համար կարդամ Մատթեոս ավետարանից։ Ասում է, երկրի վրա ձեզ գանձեր մի դիզեք, ուր ցեցը եւ ժանգը կապականեն եւ գողերը պատը կծակեն եւ կգողանան։ Հապա ձեզ գանձեր դիզեք երկինքը, ուր ոչ ցեցը եւ ոչ ժանգը կապականեն, ոչ էլ գողերը պատը կծակեն եւ կգողանան։ Քանզի ձեր գանձը ուր որ է, սրտները դել այնտեղ պիտի լինի։ Այսինքն այս խոսքերով մեր Հիսուսը մեզ ցույց է տալի, որ երկնքում կյանք կա։ Եվ ոչ միայն կյանք կա, ասում է գանձեր դիզեք այնտեղ։ Ես այսօր մտածում եմ, այդ գանձերն մեր ինչին է պետք գալու այնտեղ։ Ուրեմն պետք է գալու, որ Հիսուսն ասել է այնտեղ դիզեք։ Չէ՞։ Հետ փորձել եք գանձ դիզեք երկնքում։ Երկրի վրա շատ մարդիկ են եղել, շատ գանձեր են հավաքել եւ պահել են ու տենցել։ Ես իմ գործից տեղը ոսկու փոշ ունեի հավաքած։ Մի օր տեսա ցեց հանգել, չեք հավատա։ Ոսկու փոշին ցեց հանգել եւ այդ ցեցերը ոսկու գույնի են։ Այդ ոսկին կերել են ու ոնց որ ոսկի ցեցերեղն են։ Պահամ, մինչև մի մնում է, եթե հետարքիր կերնի, մյուս անգամ կբերեմ։ Եվ Սուրբ Գիրքն էլ ասում, որ ձեր գանձերը ցեցը կուտի։ Ես հավատում եմ իմ աշկով եք տեսել։ Փառք Հիսուսին։ Եվ Տերը շարունակում է ասելով, որ ձեր գանձը որտեղ որ լինի, ձեր սրտներն էլ այնտեղ կլինի։ Չեմ ուզում բացատրություն տամ, թե ձեր սիրտը հիմա որտեղ է, թող ամեն մարդ ինքը իր վարդապետը լինի եւ մտածի, թե իր սիրտը որտեղ է։ Բայց կուզեմ առաջ գնամ Աստծո ժողովուրդ, մի մարդու մասին պատմեմ, որը Հիսուսը իր առակների մեջ ներկայացրեց, ասում է, որ մի հարուստ մարդու արտերը առատ բերքեր տվին։ Այս մարդը մտածում էր ինքը իրեն եւ ասում էր. «Ինչ հանեմ, որովհետեւ տեղ չունեմ, որ իմ բերքերս հավաքեմ։ Իմ ամբարներս քանդեմ, ավելի մեծը շինեմ եւ ժողովեմ իմ բոլոր բերքերս ու բարիքներս։ Եվ իմ անձիս ասեմ, ով իմ անձ շատ բարիքներ ունես շատ տարիների համար ժողոված, հանգչի, կեր, խմի, քեֆ արա շարունակ, չէ՞։ Այս ձևա դուս գալ մի հատ խոսք ունենք, կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի ոտի տակ։ Այս այդ մասն է։ Այսինքն տեսնում ենք, որ այս մարդու ուշք ու միտքը իր գանձը այս երկրի վրա հավաքելն էր։ Բայց Հիսուսը ասում է, որ Տերն ասում է անմիտ այս գիշեր հոգիդ պետք է քեզանից վերցնեմ, այդ քո հավաքած գանձերդ ում է մնալու։
Եվ շարունակում է խոսք ասելով, այսպես է, նա, որ իր անձի համար գանձ է դիզում, երկրի վրա իհարկե, բայց Աստծով չի հարստահարվում։ Այսինքն Հիսուսի խոսքերը, որ իրար կողք ես տնում, հասկանում ես, որ ամբողջ Աստվածաշունչի կենտրոնը քեզ խորհուրդ է տալի, ինձ խորհուրդ է տալի, բոլորս սովորացնում է, որ ձեր գանձերը, ձեր ժամանակը մի վատնեք այս երկրի վրա ապագա կառուցելու։ Այս երկրի վրա ցեցը եւ գողը պատրաստ են, որ ձեր ապագան ավիրեն, բայց ասում է երկինքը Աստծով հարստացեք։ Ձեր ունեցվածքը, ձեր գանձը, ձեր աշխատանքը, որպեսզի չկորցի եւ Աստծո մոտ պահպանվի, ինչ պետք անենք, ուրեմն իմաստուն ծառաների պես մեր Տեր Հիսուսի իմաստուն ծառաները ովքեր են։ Գործ առաքելոցից սկսում է։ Ուզում եմ ստեցե կարդամ եւ մեր նվերները Աստծուն կբերենք եւ կաղոթենք Աստծո ժողովուրդ։ Մենք բոլորս գիտենք, որ գործ առաքելոցը, չէ՞, առաքյալները սկսեցին ծառայել, երբ որ Սուրբ Հոգին եկավ եւ մեծ թափով սկսեցին ծառայություններ անել եւ հենց երկրորդ գլխի մեջ ասում է, որ բոլոր հավատացյալները միտեղ էին եւ ամեն բաները հասարակացեր։ Ստացվածքներն եւ ունեցած բաները կծախեն եւ նրանց գինը կբաժանեին ամենքին, որում որ բան մը պետք լիներ։ Ու շատ դեր եղեք, այս ամեն ինչը կարեւոր է։ Շատ ենք խոսել, որ ինչա առաջի դարի եկեղեցին այդքան զորավոր եղե, ինչա այդքան օրհնված եղե, չէ՞, հրաշքներ եղնում, ամեն ինչ եղնում էր, զորավոր է։ Նայ մենք նախանձով լցվում ենք ու շատերս եւ երանի կանենք, որ այն ժամանակ ներկա եղնենք։ Իսկ ինչն է փոխվել այս դարի մեջ։ Հերթականությունով գալիս է, որ առաջ այն մարդիկ միաբան են, մեկ միտք ունեն, մեկ նպատակ ունեն, ոչ թե երկրի վրա հարստանային, այլ իրանց գանձերը այս ձև ասած ծախում են եւ գումարը բերում են եւ դնում են այնտեղ, ում որ կարիքի մեջ էր, որտեղ որ պետք էր։ Ամեն օր միաբանությամբ տաճար գնալու հետևից են եւ տուները հաց կկտեն ու կերակուր կուտեն եւ ուրախությամբ եւ սրտի միամտությամբ Աստված կորհնեն։ Աստված կորհնեն ու բոլոր ժողովրդի արչեւ շնորհք կգտնեն։ Տերը օրեցօր փրկվածները կավելացներ եկեղեցին։ Ու շատ դիրեղեք Աստծո ժողովուրդ։ Տերը ոչ թե սկզբից էր ավելացնում նոր մարդիկ սկսում են, այլ երբ որ եկեղեցին իր ճիշտ դիրքի մեջ մնում, ամեն մարդ իր ճիշտ դիրքի մեջ էր մնում, Աստված օրհնում էր եւ փրկվածներով եկեղեցին Աստված էր լսնում, մարդը չէր լսնում։ Որովհետեւ եկեղեցին որոշել էր, մարդիկ հասկացել են, որ երկնքում պետքա գանձ դիզեն։ Ինչ էր գանձը։ Այն իրանց պահած գանձերը, երևի արտերը, ով գիտի ինչեր ունեն, որ իրանց կարելի ասել պետք չէր, ծախում են եւ գումարը ներ են դնում եկեղեցու մեջ։ Նվիրաբերում են կամ զոհաբերում են, ինչպես կուզեք ընդունեք։ Եվ ունեն մեկ նպատակ, դրանով մասնակից լինեն երկնքում, չէ՞, երկնքի թագավորության շինարարության Աստծո ժողովուրդ։ Եվ ստեղա որ օրհնություն էր գալի, այն եկեղեցու մեջ օրհնություն կար։ Մեր այս դարի եկեղեցին եւ այն դարի եկեղեցին, երբ որ համեմատում ենք, նույն Աստվածն է, նույն Հայրն է, նույն Հիսուսն է, նույն Սուրբ Հոգին է, բայց եկեղեցու այդ օրհնությունը, այդ շարժը տարբեր է։ Ինչի, որովհետև այն մարդիկ մեկ ուրիշ ձև են մտածում։ Իրանց կյանքի նպատակը երկնքում հավաքելներ իրենց ունեցվածքը։ Երկնքում, չէ՞, դիզելներ իրենց գանձերը։ Բայց այս դարի մարդկանց մեջ ցավոք սրտի շատ եմ տեսել մարդիկ, որոնց համար Աստված երկրորդ պլանում է, երկրորդ գծի մեջ է։ Առաջ իրանց անձերը, ոնց որ այն մարդու մասին կարդացինք, չէ՞, արտերը առատ բերքեր տվին, այս մարդը մտածեց քանդը մեծացնեմ, իսկ Քրիստոսով մարդիկ մտածեցին ծախենք, բերենք Տիրոջ տան մեջ։ Ուրեմն Աստծո ժողովուրդ թող Տերը օրհնի ամենքիս իմաստություն տա, որ մեր կյանքի տարիների մեջ որ ապրում ենք, երկնքում կարողանանք հավաքենք շատ բաներ, որը ապագամ հավատում են, որ երկնքում հաստատ պետք է գալու։ Չգիտեմ, խանութ կեղնի, չեղնի այդ գանձերը որտեղ ենք օգտագործելու, բայց հաստատ պետք է գալու Աստծո ժողովուրդ։ Եվ սա Հիսուսն ասել եւ առակ չի իրականություն է։ Տեր օրհնի ձեզ, եկեք մասնակից եղնենք եւ շնորհակալությունները Տիրոջ նվիրենք։
Ամեն, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը, ամեն, եկեք ջերմ ծափահարությամբ օրհնենք մեր թագավորին, շնորհակալություն ասենք մեր պաշտամունքի խմբին, որ մեզ առաջնորդում են Աստծո սրահների մեջ եւ այս հրաշալի առիթը ունենք սիրելներ երկրպագելու միասին։ Գիտեք, օրեր առաջ ուսումնասիրում էի ինչը կարող է միաբանել եկեղեցուն եւ դրանցից մեկը եւ թերևս ամենակարևորը սա էր՝ միասին աղոթել եւ երկրպագել։ Սա միաբանում է եկեղեցին, սա ավելի նոր որակ է տալիս։ Թող Աստված օրհնի մեզ, ամեն։ Ինչ որ մեկին նայր եւ ասա, Աստված թող օրհնի քեզ։ Դու Աստծո անուշ երեխան ես։ Աստծո սիրուն երեխան ես, քո նմանը չկա։ Շատ լավ սիրելիներ, խոսքը որ սրտումս կա, փոխանցեմ ձեզ, այսօր ոչ միայն երեխաների, այլ մամաների, պապաներին է վերաբերվում եւ մեզ որպես ընտանիք այս խոսքը վերաբերում է սիրելիներ եւ ուզում եմ ձեզ ներկայացնել այսօրվա նյութը վերնագրել եմ այսպես. Նրանց նման, ում նման, բոլորս արդեն հայտնություն առնում ենք, կարծես միանգամից գիտենք երեխաների մասին, չէ՞ խոսքը։ Գիտեք, որոշ մարդիկ կան, որ չեն սիրում ինչ-որ մեկի նման լինել։ Անկեղծ լինենք, որ չեն սիրում։ Ես ճանաչում եմ մարդկանց, որ ասում են, ես ոչ մեկի նման չեմ։ Մարդիկ եմ տեսել, որ իրանք ասում են, ես նման չեմ իմ այսինչ բարեկամին են, ինչին ծնողներից, եւ շատ վատ են զգում, որ ասում են, ես այսինչի տղան եմ, այսինչի աղջիկն եմ։ Երբեմն իրանց ծնողի այդ անունը կամ այդ վարքերը իրենց պատիվ չի բերում եւ ասում են, չէ, ես իրանց նման չեմ։ Գիտեք, իսկապես ոչ մեկս մեկին նման չենք, որպես ստեղծագործություն, բայց որպես մարդ, բոլորս մեկս մյուսին նման ենք։ Կան բաներ, որոնք մեզ ընդհանրացնում են, մեզ ամբողջացնում են եւ մեզ մեկ անուն են տալիս։ Երեխա, փոքր։ Այսօր խոսելու եմ այս մասին, սիրելիներ, որ Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ մենք պիտի լինենք երեխաների նման։ Երբեք ես նյութը այս տեսանկյունից չեմ նայել, բայց ուրախ եմ, որ Սուրբ Հոգին հրաշալի հայտնություններով լցրեց եւ կարող եմ ձեզ փոխանցել այս հրաշալի ճշմարտությունները Աստծո խոսքից։ Մի մարդ ասում էր, երբ որ ես տարական դասարաններում էի, ասում է, երբ որ փոքր դեռ նոր էի գնացել, ասում է, ծնողներս ինձ ասում են, երբ ես մեծանալու։ Ձեզ ասել են։ Բոլորիդ ասել են, վստահ եմ դուք էլ եք ասել ուրիշներին, երբ ես մեծանալու։ Ինչու, որովհետև վարքերը մեզ երբեմն դուր չեն գալիս, նրա արտահայտությունները, միգուցե կյանքը, կենսաձևը, աշխարհայացը, դեռևս աշխարհընկալումը մեզ համար անհայտ է։ Հարցկանում ենք, որ նրանք փոքր են, բայց Աստծո խոսքը մեզ հրաշալի բաներ է սովորեցնում անգամ փոքրության մեր սիրելներ, եւ մենք կարիք ունենք հասկանալու։ Փոքրությունը սա սկիզբ է, սա անփորձություն է։ Փոքրությունը սա անկատարելություն է։ Այսինքն անկատարելություն ոչ թե փոքրության առումով, այլ մեծի նման մտածելու, կյանքը ամբողջական հասկանալու առումով անկատարելություն է։ Եվ գիտենք, որ շատ պակասություններ ունի փոքրը։ Երբեմն մենք այդ փոքրերին տեղ չենք տալիս։ Փոքրերին երբեմն վանում ենք, երբեմն փոքրերին դուրս ենք հանում, երբեմն համարում ենք, որ այդ փոքրերը մեզ խանգարում են։ Մի կինո կար, ֆիլմ կար հայկական, եւ այդտեղ մի անձնավորություն շատ հին ֆիլմ է, էսի, ինքը Տիկին Զեփյուրին խնդրում է, որ իր սիրած երգը նվագեն եւ Տիկին Զեփյուրը նվագում է եւ ինքն էլ երգում է Տնգլը մնգլը պարարա, դռները բաց արա, ղոնախների ներս արա, երեխեքին դուրս արա։ Չեմ ամ, տեսել եք դուք թե չէ։ Միգուցե տեսել եք կամ չէ, բայց իրականում էս ինչով են այդ երեխեքը մեզ խանգարում։ Գիտեք, երեխեքը մեզ չեն խանգարում։ Երեխեքը պարզապես իրանք օգնում են մեզ, որ մենք ինքնակննության գանք։ Երեխեքը մեզ բացահայտում են։ Դուք զգացել եք, որ երեխաների ճիչը, նրանց շարունակ ձեզ դիմելը, ամեն անգամ ինչ որ մեջ մտնելը, ինչ որ ձեր շուրջը պտտվել է, ձեզնից մի մետր հեռու չգնալը, դրանք մեզ բերում է արթնության, որ այս երեխեքը մեր կարիքը ունեն, որպես ծնողի, որպես ավագի։ Դուք զգացել եք դա։ Ես նայում եմ իմ երեխեքին, երբ որ փոքր էին, նայում եմ իրանց, ասում եմ, այս երեխեքը կատարյալ հավատք ունեն իմ նկատմամբ։ Այնքան զորավոր հավատք ունեն։ Պապա, սոված եմ։ Իհարկե մամայից հետո։ Մտածում ասում, Տեր Աստված, ուրեմն ինչքան հրաշալի է այս երեխեքը ամբողջական վստահություն են, որ պապան կամ մաման իրանց կարող են կերակրել։ Նրանք ամբողջական վստահություն են մեզ վրա, եւ մենք որքան պետք է զգուշ լինենք, որ նրանց մեջ չկոտրենք այդ դիմումը հանդեպ մեզ, այդ սպասողությունը մեզանից։
Ձեզ պատմել եմ մի օր մի երիտասարդ, որը շատ հակառակ էր, այսպես ասած, իմ գործունեությանը, իմ ընդհանրապես ամեն ինչին, ինձ եկավ ասեց Արտակ եղբայր, հիացած եմ ձեր ընտանիքով, դուք իսկապես փայլում եք, ձեր հավատքը, ձեր ընտանիքը, ձեր զավակները ոնց եք հաջողվել, ինքն էլ բազմազավակ տղա է։ Դուք ոնց եք հաջողվել, ոնց եք արել, որ այս երեխեք այսօր Աստծո տան մեջ են, սենց նայում ես քեֆդ գալիս է բան, ու ես սկսեցի բացատրել այն բաները, պատմեցի իրան, ասեցի են, ինչ որ ինքը սխալ էր համարում, ասեցի ես իրանց արգելել եմ, որ էս անեն, այն անեն, իրանց քաջալերել եմ էս անեն, այն անեն, ասել եմ ես ինչ ժամին չպետք է ուշանակ, ես ինչ պետք է ժամանակին անեք, ես ինչը սենց, դարավ գիտեք ինչ ասում, սխալ ես դաստիրակ է։ Ասեմ բա նորվա գովածդ ասեմ, թե հիմիկվա գնահատականդ։ Ինչ որ մեկը ճիշտ չի։ Այո, ամեն մեկը տարբեր ձևով կարող է իր երեխային դաստիրակի, ինչու որտեվ ուզում է իրանից մի կտոր փոխանցի երեխայի մեջ, եւ դա նորմալ է։ Նորմալ է այնքանով, որ ճիշտ դաստիրակություն տեղի ունենա եւ երեխան կարողանա ապագայում ճիշտ մարդ բարձրանա։ Մատթեոս ավետարան 19-րդ գլխի մեջ 14-15 համարները կարդում ենք այսպես. բայց Հիսուսն ասեց. թույլ տվեք այդ երեխաներին, որ դրանց մի արգելեք ինձ մոտ գալ, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը, եւ նրանց վրա ձեռք դրեց եւ այնտեղից գնաց։ Դուր չեկավ Հիսուսին, այն ինչ որ արեցին աշակերտները։ Աշակերտները մտածում են, թե իրանք Հիսուսի թիկնապահն են, այդ ծառայության հովանավորներն են, security-ն է, որ պիտի խիստ պաշտպանող տեսնեք ով անդեղ, հանկարծ բան չեն ասում, հանկարծ մի հատ երեխա չտզա անդեղ, բան չանի։ Եկեղեցին համ ծննդատուն է, եկեղեցին ուրախության վայր է, եկեղեցին լացերի վայր է, եկեղեցին էմոցիաների վայր է, որտեղ մարդիկ կարող են ազատ եւ լացել, եւ ծիծաղել, եւ վերջապես ամեն ձև կարող են իրենց ներքնաշխարհը ցույց տալ Տիրոջ առաջ։ Եվ ոչ մեկը իրավունք չունենք նրանց ինչ որ կերպ նեղացնելու։ Համաձայն եք ինձ հետ։ Մեկ ասեք այո, ամեն, հալելույա, ճիշտ է, բան որ ես իմանամ, հա։ Հիսուսին դուր չեկավ, երբ որ աշակերտները այդպիսի խիստ դիսցիպլին են ուզում մտցնել, ու չի կարելի Հիսուսին մոտենալ, լուր մնացեք։ Հակառակ աշակերտների բոլոր, այսպես ասած, գիտակից գործողությունների Հիսուսն ինչ արեց, գրված է, Հիսուսը նրանց ասեց. մի արգելեք, սիրելի ծնողներ, ձեր երեխաներին մի արգելեք։ Մի արգելեք ձեր երեխաներին Տիրոջը մոտենալու։ Մի փորձեք երեխաներին բացատրեք, որ սա մեծերի տեղ է, դուք չեք հասկանում։ Մի փորձեք մտածեք, որ երեխաները պետք է գան սենյակներում խաղան։ Մենք Փառք Աստծո եկեղեցում ունենք սենյակներ, որոնք որ երեխաները գնում են այդտեղ եւ ժամանակ են անցկացնում խաղի, բայց միևնույն ժամանակ իրենք առաջնայինը, իրանք ամբողջ խաղն էլ անցնում են դասերի մեջ։ Իրանք յուրաքանչյուր խաղը դասի ուսուցման մի մասն է կազմում։ Եվ կարևոր է, որ երեխաները լինեն Աստծո ներկայության մեջ։ Գալիս աստեղ լացումը, ավել լավ է գա աստեղ լացի, քան գնա սատանայի որդիների մեջ ուրախանա։ Թող գան երեխեքը ստեղ լացեն։ Ոչինչ խնդիր չի, թող մեր պաշտամունքը խանգարվի, ես չեմ մտածում դրա մասին։ Միևնույնն է, լսողը կլսի, երեխեքն էլ Աստծո ներկայության մեջ կարող են այդ միջավայրի մեջ զգալ Աստծո սրբությունը։ Ինչ որ հետաքրքիր բան, գիտեք, մարդկանց որ միջավայրի մեջ են դնում, օրինակի համար դնում են ինչ որ մի մոխրագույն տարածքի մեջ, այսպես ոչ արևա, ոչ անձրև, ինչ որ միսես մռայլ վիճակ է, երեխեքը կամաց ինչ անում, հոգեվիճակ են ձեռք բերում, հետո կարոտում են դրան, երբ որ իրան հանում ես արևի տակ, արագ գնում են ստվերի տակ։ Երբ որ բերում ես հոգևոր միջավայրի մեջ, երեխաները ներքուստ իրանք սովորում են, վարժվում են Աստծո ներկայությանը, եւ վաղը մյուս օր էլ իրանք չեն կտրվի եկեղեցուց։ Իսկ մենք ինչ ենք անում։ Այսօր երեխեքի պաշտպանությունը տանենք Դիսնեյլենդ, տարեք այդ սատանայությունների ու բաների մեջ։ Ինչ եք անելու ձեր երեխեքին։ Չեք կարող ուրիշ օր տանեք։ Աստծո տան օրը, Աստծո ժամանակների մեջ ձեր երեխեքին պետքա բերեք, որ ձեր երեխաները Աստծո տան մեջ մեծանան։ Եթե անգամ անունը չարություն եք դնում, ես չգիտեմ, մենք մի քիչ շատ սև ու սպիտակ ենք, էլի հայկականը, կամ չարա կամ բան, ինչ են, խելոք, չէ՞։ Ուրիշ ձև չկա։ Հիսուսին դուր չեկավ, երբ որ աշակերտները որոշեցին երեխեքին հետ պահել։ Եվ ես շատ եմ սիրում այս խոսքը, խնդրում ինձ հետ կարդացեք, ասում է, եւ ասես մի արգելեք դրանց, որ ինձ մոտ գան, որովհետեւ այդպիսիներինն է երկնքի արքայությունը, որովհետեւ երեխաները սիրում են շրջել մեծերի շուրջը, որպիսի երեխաները մեծերից ապագան սովորեն։ Ինչ որ ռեկորդ եղավ, ձայնագրվեց երեխաների մեջ, դրանով իրանք կապրեն։ Եվ ինչ ասում էստեղ, ես սիրում եմ այս խոսքը, եւ նրանց վրա ձեռք դրեց եւ այնտեղից գնաց։
Ինչու էր Հիսուսը ուզում, որ երեխաները գան, որ Հիսուսը ձեռք դնի իրանց վրա։ Ես սիրում եմ այս մասը, որովհետև պատահական խոսքեր չեն, եւ Հիսուսը ձեռք դրեց նրանց վրա։ Կարևոր էր արդյոք Հիսուսի ձեռքը գար երեխաների վրա։ Որտեվ Հիսուսի նպատակն է սա, որ այդ երեխաներին դարձնի մեծերի համար օրինակ, որ այդ երեխաները ամեն ինչով վստահում են մեծերին։ Գիտեք ինչ են ասում։ Ես լսել եմ հոգեբանական սա նույնիսկ այդպիսի մի բան կա, թերապիա կա, որ երեխաների նկատմամբ կիրառվում են ծնողների կողմից, եւ պետք է այսինքն կիրառվեն։ Թերևս սխալ է։ Օրինակ, երեխեն հաց է ուզում։ Անունը դնում է օրինակ հացի։ Գիտեք, որ ասում են չի կարելի, որ ծնողները երեխային ասեն, հացի ուզում ես։ Ինչու, որովհետև երեխան պետքա քեզնից լսի ճիշտը, որ ճիշտը սովորի։ Մի ասա հացի, ասա հաց։ Ջուիկ մի ասա ջուր։ Եվ գիտեք, այո, մենք այդպես ենք, մտածում ենք, որ մենք իջնենք իրա նման, բայց գիտեք, երեխան ձգտում ունի, որ դառնա մեծի նման։ Մենք երբեք չենք փոքրանալու, բայց նա կմեծանա եւ այդպես է նորմալը։ Ինչպես դասականը կասեր, երեխաները պարտավոր են մեծանալ։ Ինչ կար Հիսուսի ձեռքերի մեջ, որ Հիսուս այդ ձեռքերը պետքա դներ երեխեքի վրա։ Կարծում եք, որ դրսում աշխարհում դիվային ներգործությունների, չգիտեմ ինչերի միջավայրում, որտեղ սանձարձակություն է տիրում, որտեղ չկա որևէ հոգևոր կոնտրոլ, կարծում եք այնտեղ Հիսուսի ձեռքը կդրվի երեխաների վրա։ Ոչ։ Հիսուսի ձեռքը դրվում է Հիսուսի ներկայության մեջ։ Որտեղ է Հիսուսի ներկայությունը, Տիրոջ տան մեջ։ Երբ որ դու Աստծո ներկայության մեջ ես վերում քո երեխին, Հիսուսի ձեռքը կգա։ Այն երեխեն, որ հիմա այդ քրոջ գիրկը քնած է։ Դու գիտեք, այս երեխեն հիմա քնած է, բայց Աստծո ներկայությունը ինքը զգում է հիմա։ Ինչպես մենք կարող ենք զգալ։ Եվ այդ երեխեն վաղը մյուս օր ինքը կկարոտի եւ կարոտով, փափագով կգա Աստծո ներկայության մեջ։ Ինչ կար Հիսուսի ձեռքերի մեջ։ Ես ուզում եմ մի քանի բան ասեմ, առանձնացրել եմ սրանք, որ ձեզ հետ պետք է բաժնեկցեմ, սիրելիներ։ Ինչ կա Հիսուսի ձեռքերի մեջ, որ Հիսուսը պետքա հպվի մեր երեխաներին։ Առաջի բանը, որ առանձնացրել եմ, օրհնություն։ Գրված է Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 15-16 համարները։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ, եւ նրանց առավ գիրկը, ձեռքը դրեց նրա վրա եւ բարձր ասենք, օրհնեց նրանց։ Օրհնեց նրանց։ Աստծո ձեռքերը, Քրիստոսի ձեռքերը, օրհնության ձեռքեր են, որ պիտի գան մեր զավակների վրա։ Ես երբեք չեմ կարող մոռանալ եւ Աստծուն փառք եմ տալի Կարինեի համար, մենք 5 երեխաներին երբեք պատճառ չենք բռնել, որ եկեղեցի չգնանք։ Երեխաները մեր գիրկն են քնել, արթնացել եկեղեցու մեջ։ Դրա համար Աստծուն փառք եմ տալի, որ իմ զավակները Տիրոջը սիրող մարդիկ են բարձրացել։ Գիտեք, որ երբ որ գնում ենք եկեղեցի, հերթ ենք պահում։ Կարինեն մի երեխեն գիրկն էր պահում, այն ժամանակ Դանելն ու Մանանան փոքր էին։ Մեկին գիրկն էր պահում, այն մեկն էլ գլուխը դնում էր գրկին, քնում էր։ Երբ որ ես բեմի վրա էի, երբ որ ես իջնում էի, երկուսին վերցնում էի իմ մոտ, որ Կարինեն հանգստանար։ Որովհետև որոշ ժամանակ հետո ես նորից պետքա երկուսին փոխանցեի իրան, որ ես նորից բարձրանայի բեմ։ Եվ այսպես մեր երեխաներին մենք փորձել ենք Աստծո ներկայության մեջ մեծացնել։ Եվ փառք եմ տալիս Աստծուն, արդյունքը ակնհայտ է, երևում է, սա ոչ թե իմ պարծանքն է, այլ Քրիստոսինն է, որովհետև գիտեմ, որ նրա ներկայությունը սիրելի է մեզ, եւ ինչքան որ ես եմ սիրում, իմ զավակները կարող են սիրել։ Ուրեմն Աստված օրհնում է երեխաներին։ Ամեն։ Հիսուսի ձեռքերի մեջ օրհնություն կա։ Ուզում ես երեխեդ օրհնված լինի, պետքա բերես Աստծո ներկայության մեջ։ Ստեղ Հիսուսի ձեռքերը հպվում են իրան։ Երկրորդ բանը, որ պիտի ասեմ, Հիսուսի ձեռքերի մեջ ինչեր կա, եկեք հաշվենք. բժշկություն, հրաշք, նշան, Սուրբ Հոգու լեցունություն։ Սա եղավ առաքյալների կյանքի մեջ, երբ որ առաքյալները իրանց ծառայությամբ կարողանում են տարբեր տների մեջ մտնել եւ արքայության ավետարանը քարոզեն։ Եվ Գործք առաքելոցում, երբ որ կարդում ենք Սուրբ Հոգու գալստից հետո ինչ տեղի ունեցավ, 4-րդ գլուխ 29-ից 31 համարներն ասում է. Եվ հիմա Տեր, նայիր նրանց սպառնալիքին, երբ որ նրանց առաքյալների մասին, երբ որ ուզում էին իրենց ծեծեին Հիսուսի անվան համար, եւ ինչ է ասում. Տեր, նայիր նրանց սպառնալիքին եւ տուր քո ծառաներին բոլոր համարձակությամբ քո խոսքը խոսել, որ քո ձեռքը մեկնես, որ բժշկես
նշաններ եւ հրաշքներ լինեն քո Սուրբ Որդիի Հիսուսի անունով, եւ նրանք աղոթք անելիս շարժվեց այն տեղը, ուր հավաքվել էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ։ Ես ուզում եմ, որ եւ իմ եւ բոլորիս երեխաների, թոռների վրա Տեր Հիսուսի ձեռքերը գան, որ նշաններ, հրաշքներ, զորություններ, բժշկություններ տեղան եւ Սուրբ Հոգու լեցունություն լինի իրանց կյանքի մեջ։ Ամեն։ Ուզում եք դուք թե չէ։ Ուրեմն դուք պետքա քաջալերեք ձեր երեխաներին։ Ձեր երեխաներին պետքա իրանց թևից վերցնեք եւ գաք եւ բերեք իրանց։ Մի նայեք, որ իրանք շատ բաներում կարողա ձեզ նման չեն եւ հակառակություններ ունեն։ Ոչինչ։ Մի որոշ ժամանակ, եթե իրանք դեռ սովոր չեն, հետո կսովորեն եւ իսկապես այդ կարիք ավելի կմեծանա։ Մեկ ուրիշ բան, որ կարիք կա, որ Տեր Հիսուսը ձեռքը դնի, որն է, ինչա տալիս մեզ Տեր Հիսուսի ձեռքերը, ինչ կա նրա ձեռքերի մեջ, սրբություն։ Այս պիղծ աշխարհի մեջ, ով մեր երեխեքի վրա ձեռք դրեց, հաստատ չի ստանա մեր երեխեն այն արդյունքը, ինչ որ Տեր Հիսուսը իր ձեռքը դնի մեր երեխեքի վրա։ Ամեն։ Եվ դա սրբությունն է։ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 3-րդ համարն ասում է. Եվ Հիսուսը ձեռքը մեկնելով նրան դպավ եւ ասեց. Կամենում եմ, սրբվիր, եւ նրա բորոտությունը շուտով սրբվեց։ Հիսուսի ձեռքը ում որ կպնում է, սրբություն է գալիս։ Երբեք Հիսուսի ձեռքերի մեջ տկարություն, պղծություն, անիրավություն, անարդարություն չկա։ Երբ որ Տիրոջ ձեռքն է գալի որևէ մեկի կյանքի վրա, դա արձակում է Աստծո սրբությունը։ Սրբագործում է բերում։ Սիրելի քույրերս, սիրելի եղբայրներս, ես շատ եմ տեսել մարդկանց, որոնք որ սկզբում նայում ասում են, դե երեխեն փոքր է, հələ թող մի քիչ մեծանա կգա եկեղեցի։ Մի քիչ մեծանում է երեխեն, ասում ես, բա ուր է, դե մի քիչ զբաղված էր, ոչինչ, մի քիչ խելքի կգա, կմտնի եկեղեցի, կգա։ Բա ոնց, բա ինքը ես բան, վերջը համոզում է։ Մի քիչ անցնում է, ուր է եկեղեցի, դու չի ուզում գա, ուր է երեխեդ չի ուզում գա եկեղեցի։ Մի քիչ հետո անցնում է, աղոթեք իմ երեխի համար, արդեն բռնվել է, սատանան խփել է, արդեն չգիտես, ընկել է դրագների մեջ, ալկոհոլի մեջ, գերիության մեջ։ Ինչի՞ ժամանակ քո երեխին չէր տիրություն անում։ Ինչու քո թոռներին այդ ժամանակ տիրություն չէր անում։ Ես բազմիցս ասել եմ, նորից կասեմ, սիրելիներ, եթե դպրոցներում չարգել էին ավետարանը, այսօր կարիք չէր լինի, որ կառավարությունը հատուկ միջոցներ ներդներ, որ հովիվները գնային բանտերում ավետարան քարոզեին։ Եթե դպրոցում թույլ տային ավետարանը, չարգել էին հայրմերը, չարգել էին հոգևոր Bible study-ները, աղոթքով սկսելը եւ աղոթքով վերջացնելը, այսօր բանտերում այդքան կարիք չէր լինի գնալ եւ մարդկանց խոսել, որ չարությունից հետ դառնան։ Ռիհաբներում տեղ չկա։ Այնքան մարդիկ են, որ թափված են փողոցներում, դուք տեսնում եք, սրբություն գոյություն չունի։ Հայհոյությունը ամեն ինչը հայհոյություն կամ հայհոյախառն է դառել, եւ դա նորմալ է։ Մարդիկ նստում են, կարոտով սպասում են, երբ դիդոգը հելնի, որ նորից մի հատ հայհոյախառն եթեր գնա, բոլոր տակից գրում են, այ քեզ հետաքրքիր անես մի հայհոյանքը չենք լսել։ Ովքեր են գրում կանայք։ Այնքան են լսել, արդեն սորտերով դրել են, որ ինչերը չեն լսել, ինչն են լսել։ Եվ ոչ միայն այդ, այլ տարբեր մարդիկ այսօր նայում ես վիդեոները, նայում ես ինչ որ լավ հետաքրքիր բան է, մեկ էլ մի անգամից թեքվում է, էլ թե դրել ես արիտար։ Ականջները դի փակես ու փախնես, ինչու որտեվ պղծությունը գրավել է աշխարհը։ Այսօր նրանք, ովքեր որ պետքա ամոթով մնան իրանց արած սխալների համար, այդ մարդիկ գլուխները բարձր, ուրիշների կյանքը պղծելով ման են գալի, ուրիշների կյանքը ավիրելով ման են գալի, բամբասելով ման են գալի։ Ժամանակին եկեղեցում էիր, լույսի մեջ էիր։ Ինչ եղավ քեզ։ Այսօր գնացել ես պատերի տակ բամբասում ես եւ ուրիշների մասին բաներ ես խոսում։ Ինչի՞ այդպես եղավ։ Որովհետև չսիրեցին Աստծո ներկայությունը։ Որտև հպումը չընդունեցին, որ Աստված հպվի իրանց կյանքին, եւ այդ սրբությունը առաջ գա։ Բայց մենք եւ մեր երեխաները պետք է Տիրոջը պաշտենք։ Ամեն։ Սա Հեսուի հայտարարությունն էր, որ ասես կողմնորոշվեք, մինչեւ երբ պետքա երկու ոտքի վրա կաղաք, կամ Եհովան է Աստված, կամ Բահաղն է Աստված։ Դուք որոշեք, բայց ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Կարող ենք միասին ասել, ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Ես եւ իմ տունը, կապ չունի ով ինչ ուզում է թողանի։ Հաջորդ բանը, որ ինչու պետք է այդ ձեռքերի մեջ ինչ կա, որ Հիսուսն ուզում է հպվի։ Ձեռքերի մեջ կա հավատքի զորություն։
Մատթեոս ավետարան 14:31 Եվ շուտով Հիսուս իր ձեռքը մեկնեց նրան բռնեց եւ ասաց նրան թերահավատ ինչու երկմտեցիր ուզում ասի ես քո հետ եմ տես հիմա ես քո ձեռքը բռնել եմ ինչի ես երկմտում ես քո կողքն եմ ես քեզ չեմ թողի հավատքդ զորացրու մի կասկածի որ ես քո հետ եմ մի թերագնահատի որ ես քո հետ եմ աչքերդ մի փագի ու մի մտածի որ Աստված հեռու է ինձանից սիրելիներ մենք կարիք ունենք մեր աչքերը լայն բացելու ասելու Տեր շնորհակալ եմ դու ինձ հետ ես Հիմա մի պատմություն ձեզ պատմեմ, սա իրական դեպք է տեղի ունեցել Հայաստանում, տարիներ առաջ հայտարարվեց, որ եղանակի տեսության բանը հայտարարություն արեցին, որ սպասվում է շատ ուժեղ կայծակ, ամպրոպ, անձրև, կարկուտ, մի խոսքով Հայաստանը վտանգի տակ է եւ առաքելական եկեղեցու քահանաները, սա տարիներ առաջ է, սա իրական դեպք է, եւ քահանաները Դիմում ներկայացրեցին կառավարությանը, որ դուրս գրեք այսքան գումար եւ եկեղեցու հայրերը կգնան եւ սարերի վրա կաղոթեն, որպիսի անձրև եւ ամպրոպ կարկուտ չլինի։ Եվ բավական մեծ գումար վերջապես դուրս գրվեց եւ գնացին տարբեր լեռների վրա, տարբեր սարերի բլուրների վրա եւ աղոթք բարձրացրեցին։ Իրանց բարձրացած աղոթքից հաջորդ օրը կարկուտը ավերեց ամբողջ Հայաստանում եղած բերքը։ Գրեթե ամեն ինչ, մի փոքր բան մնաց, որ կարելի ասել խնայվեց ինչ-որ կերպ, չգիտեմ պատճառն ինչն է եղել։ Եվ երբ որ կառավարությունը հայտ ներկայացրեց եւ ասեց, դուք ասեցիք, որ կգնաք կաղոթեք եւ այդ ամեն ինչը կանցնենք մենք այս ամեն ինչից, բայց ինչի տենց չեղավ, դուք էլ գնացել հո աղոթել էիք։ Պատասխանը գիտեք ինչ էր։ Բա որ չաղոթեինք ինչ կլներ։ Բա եթե չաղոթեինք ինչ կլներ։ Այո, սիրելիներ, եթե չաղոթեին ուրիշ բան կարող լիներ կամ չգիտեմ, կլներ կամ չէր լինի։ Բայց որքան ենք հասկանում այս ամեն ինչը, սիրելիներ, մենք պիտի հասկանանք, որ Աստված է մեր պաշտպանը, Աստված կանգնած է իր զավակների կողքին եւ երբեք այդ Աստվածը շուքի մեջ չէ, ծածկոցի մեջ չէ, պարզապես նրան պետք է դիմել, պարզապես նրան պետք է մոտենալ, հավատալ, ձեռքը ամուր բռնել։ Եվ Տեր Հիսուսը ինչ ասեց։ Ասեց, որ թերահավատներ, ինչու երկմտեցիք։ Հիսուսը մեր հետ է, որպեսզի մեր հավատքը քաջալերի։ Մեր փոքրությունների մեջ, մեր զավակների փոքրության կյանքի մեջ Հիսուսի ձեռքը, որ եկավ մեր երեխեքի վրա, մեր երեխեքը հավատքի գեներալներ կդառնան։ Ամեն։ Ամեն թե ամեն, շատ լավ։ Գնանք հաջորդը, մոտենում եմ ավարտին։ Հիսուսի ձեռքերի մեջ ինչ կա։ Հրաշք, որը պատճառ կլինի Աստծուն փառավորելու։ Ղուկաս ավետարան 13:13 Եվ ձեռքը դրեց նրա վրա եւ նա շուտով ուղղվեց եւ Աստծուն էր փառավորում։ Հալելույա։ Եթե մեր երեխեքի վրա Աստծո ձեռքը չգա, եթե մեր հոգևոր փոքրությունների վրա Աստծո ձեռքը չգա, մենք Աստծուն չենք փառաբանի, մենք կմեղադրենք, մենք կհպարտանանք, մենք կհակառակվենք, մենք Աստծո հետ չենք կարողանա այնպես վարվել, որպես թե վստահության մեկին ենք դիմում, ով կարող է ամեն բան անել։ Մենք կսկսենք փառավորել մեր ուժեղ մարմինը, փառավորել մեր բժիշկներին, իհարկե, նրանց գործը անգնահատելի մի հզոր մի գործ է, որոնք որ իրապես կյանք են դնում մարդկանց համար։ Կփառավորենք եղանակները, չգիտեմ այս ինչ էին, ինչ է երևույթները, ինչ որ աներևույթները, բայց մեկ բան կա սիրելներ, երբ որ Աստծո ձեռքը գալիս է մեր կյանքի մեջ, առիթ է տալիս իրեն փառավորելու։ Աստված պիտի փառավորվի ամեն բանի մեջ։ Ես ու դու մի բան պիտի հասկանանք սիրելներ, մեր հետ կատարված ամեն բանի մեջ Աստված արդար է։ Ինչ որ մեր կյանքում կենցաղում տեղի են ունենում, դրանք ուղղակի առիթ են, որպեսզի մենք Աստծուն փառաբանենք։ Գիտեք, մի մարդ լավ բան էր ասում էր, Աստծուն մինչև որ դու մտնես Աստծո տվածների մեծ սրահը, սկսի նրան փառաբանել միջանցքում։ Սկսի փառաբանել միջանցքում։ Պետք չի որ ամեն ինչ լինի նոր փառաբանես, դու սկսի փառաբանել, քո սիրտը լցրու գովաբանությամբ, Աստծուն տուր լավագույն փառաբանությունը, որովհետև անկախ նրանից ինչ էլ լինի կամ չլինի, մեր Աստված արժանի է փառավորվելու։ Եվ ես հավատում եմ, որ մեր երեխաների շուրթերից Աստված ուզում է լսի փառաբանություն դեպի իրան։
Եվ Աստված ուզում է, որպեսզի այսօր մենք կարողանանք փոքրությունը նկատենք, գնահատենք, այդ փոքրություններին, երբ որ Աստված հպվեց, Սուրբ Գիրքը ասում է, մինչև ծերություն նրանք չեն շեղվի Տիրոջից։ Երբ որ Աստված կպնում է փոքրություններին, ճանապարհը սկսած ժամանակ Աստծո ինչ ասում, խրատիր, դաստիարակիր քո երեխային իր ճանապարհը սկսած ժամանակ, որպեսզի ծերության ժամանակ չհեռանա։ Ուրեմն Աստված գնահատում է փոքրությունը, Աստված գնահատում է ամեն բան, ինչ որ մենք անգամ փոքրը ունենք, սիրելներ։ Դրա համար է ասում, եթե մենք փոքրի մեջ կամ քչի մեջ հավատարիմ ենք, Աստված մեզ բարձր ասեք, ավելիի վրա կկարգի։ Աստված մեզ ավելի շատը կտա։ Բայց եթե հավատարիմ չենք, Տեր Աստված ես ինչ ես տվել, հələ նայ նրան Rolls Royce ես տվել, ինձ մի հատ Մոսկվիչը հազիվ հասե։ Փառք տուր Աստծուն, այդ Մոսկվիչը լավ սերմ է Rolls Royce-ը լինելու համար։ Որովհետև այն ինչ որ դու ունես, սա սերմ է։ Եվ դա կարող է ծառայի, որպեսզի քո օրհնությունները շատանան։ Այսօր ունես մի երեխա փոքր կամ քո հավատքն է մի փոքր, ասում ես Տեր, ես ինչա, բայց նայում ուրիշները սարեր են շուռ տալի, այն մեկն աղոթում է, սալում են մեկն են ցանում, սիրելիս, լավ է որ դու տեսնես, որ Աստված կարող է այդպես բաներ էլ անի, բայց կարևոր է որ դու տեսնես, որ դա կանի նաև քո կյանքի մեջ, այն փոքրություններիդ մեջ, որի մեջ այսօր դու կաս։ Փոքր ես սիրո մեջ, գնա թող Տերը ձեռք դնի վրեդ։ Փոքր ես ներելու մեջ, գնա թող Աստված քո վրա ձեռք դնի։ Փոքր ես հարաբերության Աստծո հետ, դրա մեջ գնա թող Աստված ձեռք դնի քո վրա։ Փոքր ես հիվանդություն, խնդիրներ, տագնապներ, տառապանքներ ունես, գնա Աստծո ներկայության մեջ թող Աստված ձեռք դնի քո վրա։ Ամեն։ Երբ որ Աստված իր ձեռքերը դրեց, երբ որ Հիսուս իր ձեռքերը դրեց, դու լրիվ ուրիշ պատմություն կունենաս քո կյանքի մեջ։ Դրա համար որքան կարևոր է նկատել, որ Հիսուսը սիրում է երեխաներին եւ կանչում է իր մոտ։ Խոսքը մենակ երեխաները տարիքովը չեն, մենք հավատքի մեջ փոքր ենք։ Ինչպես կմեծանանք նրա հետ հարաբերության մեջ, երբ որ գնանք նրա սրբության մեջ եւ նա ձեռք դնի մեզ վրա։ Ամեն։ Մենք մեծերս երբեմն մոռանում ենք, որ մենք ժամանակին փոքր ենք եղել։ Հեչ եղել է սիրելի քույրեր, որ ձեր մամաների, տատիների կոշիկները հագնեք, որոնք ձեր հագով շատ մեծ են եղել է, չէ՞։ Կամ շորեն եք հագել, խալատն եք հագել, մի հատ էլ ոտներդ ընկելատակը ընկել եք գետին, չէ՞։ Հետո լացել եք, կամ օրինակ տղաները պապայի կոստյումն են հագել ու կորել են մեջը, մաման ընկերման է եկել։ Ինչքան տես բաներ են եղել, ինչու՞մ որտեվ երեխաները ձգտում ունեն մեծանալու։ Եվ սիրելներ, երբ որ աշակերտները, գիտեք, մի այդպիսի պահ եղավ, երբ որ աշակերտները հավաքված էին Հիսուսի հետ, վիճում էին մեծի մասին, թե ով պիտի մեծ լինի։ Ես ուզում եմ կարդալ Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 1-6 համարներ, ասում է, այն ժամանակ աշակերտները Հիսուսի մոտ եկան եւ ասեցին. ով է մեծ երկնքի արքայության մեջ։ Հիսուսն իր մոտ մի երեխա կանչելով նրան կանգնեցրեց նրանց մեջտեղ եւ ասեց. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դարձի չգաք եւ չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայություն։ Արդ ով իր անձը այս երեխայի նման խոնարեցնի, նա մեծ է արքայության մեջ, եւ ով որ մի այսպիսի երեխան ընդունի իմ անունով, ինձ է ընդունում։ Ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, ով հավատում է ինձ, ավելի լավ է նրան, որ մի էշի ջաղացի քար նրա վզից կախվի եւ ծովի անդունդում ընկղվի։ Հիսուսը ինչքան խստացնում է կարևորությունը փոքրի, երեխայի։ Սիրելներ, եկեք մի չանարգենք, եթե մեկը մեր նման չի մտածում, եթե մեկը մեր նման չի հավատում, փոքր է հավատքի մեջ, դեռևս անկատար է, բայց դու եղի նրա համար լավ օրինակը, եթե դու մի բանի հասել ես, Աստված կյանք է տվել, շնորհք է տվել մի բանի հասնես, ուրեմն դու հասել ես դա ինչի համար, օյով է, օրինակի համար, օրինակի համար։ Գիտեք, Հիսուսը այդպիսի հրաշալի բան ասում, ով որ կարժեքավորի երեխաներին, դա կարժեքավորվի նաև Հիսուսի մոտ։ Հիսուսը իր մահվան մասին է խոսում, պատկերացնում եք, խոսում է, որ շուտով մարդի որդին պետք է մատնվի մարդկանց ձեռքը եւ նրան պիտի տանջեն, պիտի ծեծեն, մարգարեների խոսքերի համաձայն, նրան պետք է խաչեն, դնեն գերեզման, երրորդ օրը հարություն պետք է առնի։ Ինքը խոսում է այս մեծ բաների մասին, որը ապագայում հավատքի հզոր գործունեությունների մասին է, եւ հանկարծ աշակերտներն ասում են, ով է նստելու քո տեղը։ Գիտեք դա ինչի նման է։ Ոնց որ օրինակի համար ասենք, մեկը գնում է հիվանդանոց հետա գալիս ասում է, գիտես ինչ, շատ վատ է վիճակս, բժիշկը ասեց, որ ես պետք է մահանամ։
Եվ պատկացեք իր շատ մտերիմ ընկերն ասի, կլինի ես քո ավտոն լիս անեմ, անվանափոխություն անես, ես քո ավտոն լիս անեմ։ Ինչքան անմտություն է, չէ՞։ Այս մարդը խոսում է, որ պետք է մեռնի, այս մարդը քո համար կարևոր չի, իր ավտոնն է կարևոր, թե ով պիտի այդ ավտոն։ Ոնց անես, որ քեզ լինի։ Սիրելիներ, սա իսկապես կարևոր է, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք։ Հնարավոր է, որ Հիսուսը կարար նայել իրան ժպտար ասել, հա երեխեք, ես ինչի մասին եմ խոսում, դուք ինչի մասին եք խոսում։ Հələ պիտի մեծանաք։ Հələ շատ բան կա ձեր հետ անելու, հələ շատ գործ կա ձեր վրա։ Սիրելի քույրս, եղբայրս, ուզում քեզ մի բան ասեմ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես իմ անձի համար եմ ասում, չգիտեմ եթե դու դա կընդունես, իմ վրա շատ գործ կա անելու։ Շատ գործ կա անելու։ Եթե ես վերցնեմ ասեմ համապատասխանում եմ արդյոք Աստծո սրբության պահանջներին, ստանդարտներին, դուք ինչ կասեք իմ մասին։ Իսկ ես կասեմ ոչ։ Ես ինձ լավ ճանաչում եմ։ Այո, շնորհակալ եմ, որ գնահատականը կա եւ դուք ինչ որ ասեք ձեր մասին, ամեն մեկս մեր մասին մենք ասենք ոչ, ուրիշների համար կասենք այո, ինչու որտեվ շնորհքն ենք տեսնում Աստծո։ Գիտենք, որ մեր պակասությունների լրացումը նրա շնորհքն է, նրա ողորմությունն է, բայց մեկ բան կա։ Ես ինքս, դուք բոլորդ, ամեն մեկը ձեր համար երբեք բավարարված չզգաք։ Որորը որ դուք մտածեցիք, որ դուք արդեն հասել եք, ամեն ինչ օքեյ է, դուք չլնեք ով լինի, իմացեք անկումն է դա։ Ինչու որտեվ երեխան միշտ ձգտում ունի ծնողի ներկայության, որտեվ ինքը միշտ անկատար է, որտեվ պակաս ազգում։ 2 օր առաջ մի հրաշալի բան տեսա, մի վիդեո տեսա Ռուբեն Մաթևոսյանի մասին, մեր սիրելի երգիչը, չէ՞, մեր ճանաչում եք բոլորս Ռուբեն Մաթևոսյանին։ Մի հաղորդման շրջանակներում իրան կանչեցին եւ միշտ տես մի սյուրպրիզ են անում իրան, այդ մի կտորը տեսա, կարծում եմ դուք էլ տեսած լինեք։ Եվ հաղորդավար իրան ասում է, պատկասեք Ռուբեն Մաթևոսյան արդեն 80 ինչքան տարիք ունի, 80 քանի տարեկան, չեմ հիշում կոնկրետ ներողություն, բայց եւ հաղորդավարը այդպես ասում է, պարոն Ռուբեն ասում է, պարոն Մաթևոսյան, երբ որ դուք ծնվեցիք, ձեր հայրը, դուք երբ որ երեխա եք ծնվեցիք, ձեր հայրը բանակում էր եւ ինքը բանակից մի հատուկ մի բան էր ուղարկել, ջրի աման էր ուղարկել։ Եվ այդ ջրի ամանը դուք պահում եք ձեր տանը։ Ասում, այո, ես պահում եմ այդ։ Եվ միանգամից զամբյուղը բացում ասում, դուք հենց այս ջրի ամանը նկատի ունեք։ Միանգամից այս տարեց մարդը իր հոր կարոտը սրտին աչքերից գնում, աչքերը սրբում է։ Վայ, ես իմ պապայինն է, սենց բանով։ Այ մարդ ես ասում, հələ նայի, այս տարիքի, որ ինքը ծորի տեր է, բայց պապայի նկատմամբ ինչքան կարոտ ունի, ինչքան երեխա է իրան զգում։ Սիրելիս, ինչքան ես ու դու մեծանանք, հիշեք, որ փոքր ենք Աստծո համար եւ կարիք ունենք ավելի մեծանալու։ Երբեք մի մտածեք, որ դուք հավատքի մեջ հասել եք գեներալի աստիճանի։ Հիշեք, մենք կարող է սատանայի նկատմամբ եւ պետք է այդպես սատանայի նկատմամբ գեներալի սիմուս լինենք, բայց Աստծո առաջ շարքայինից էլ ցածր ենք։ Ոչինչ չիմացողի պես ենք։ Եվ գիտեք, փոքրերին հեշտ է աշխատել իրանց հետ։ Հիսուսն ասեց, եղեք իրանց նման, որ ձեր հետ հեշտ լինի աշխատել։ Վստահեք, որ ես ամեն բան կարող եմ։ Ես կարող եմ ձեր կյանքը վերափոխել, ես կարող եմ հրաշք անել, բժշկություն անել, կարող եմ հպում անել, կարող եմ փոփոխություն, Սուրբ Հոգու լեցունություն, ինչ որ ես ասի այդ ամեն ինչը Տերը կարող անի։ Գիտեք ում համար, երբ որ մենք երեխա ենք։ Իսկ եթե մենք մեծ ենք, միանգամից մեծերն ինչ են անում, լաբորատորիա են սարքում։ Բայց ո՞նց կլինի։ Այ մարդ ոնց ուզում ալնի, կարևոր է լինի։ Ամեն, որտեվ Տեր Հիսուսի ձեռքերը երբ որ հպվում են մեզ, երբ որ մեր փոքրությունների, մեր անկարողություններին են կպնում, հույս կա փոխվելու։ Իսկ եթե մեր համառություններին են ուզում կպնեն Հիսուսի ձեռքերը, մենք ոչինչով օգուտ ունենալ չենք կարող։ Ուրեմն ինչքան մեծանանք, եկեք մեր փոքրությունը պահպանենք։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի, ես էլի շարունակություն կա, բայց չեմ ուզում շարունակեմ, սիրելիներ, վստահ եմ, որ ինչ որ պետք է ասեի, հիմնականում ասեցի։ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ մեղք գործելու նկատմամբ մենք երեխա կարող ենք լինել, միամտաբար, տկարություններից ելնելով, մեր անկարողություններից, բայց Աստծո գիտությունը եւ նրա ճշմարտությունները ճանաչելու համար, որոնք որ պետք է կիրառենք մեր կյանքի մեջ, եկեք այր լինենք, հասուն լինենք։ Միշտ պատրաստ լինենք երեխայի պես սովորենք, մեծի պես կիրառենք։ Ամեն։ Աղոթենք միասին, եւ եթե բաներ կա, որ մեր կյանքի մեջ կուզեինք, որ
Տերը այդ մեր մանկական վիճակի մեջ մեզ այցելի, խնդրենք, որ Տեր ինձ օգնի։ Դերևս դժվարանում եմ այս հարցի մեջ, այն հարցի մեջ, շատերը ներելու խնդիր ունեն, շատերը հաշտության խնդիր ունեն, շատերը արձակելու խնդիր ունեն, շատերը Աստծո Սուրբ Գիրքը կարդալու խնդիր ունեն։ Չեմ կարողանում, գիտեք, ես հավատում եմ, որ Աստված իր խոսքով է դատելու աշխարհը, այդպես ասում, իր խոսքով էլ արդարացնելու է։ Եթե դու խոսքը չիմանաս, չգիտես դու որ փուլի մեջ ես։ Դրա համար կարևոր է, որպեսզի մենք կարդանք Աստծո խոսքը։ Այսօր քրիստոնեական աշխարհի մեջ շատերը չեն կարդում, պարզապես։ Բավական է ինտերնետը անջատվի աշխարհում, եւ շատ հավատացյալներ իրանց հավատքը եւ իրանց ուղղությունը կկորցնեն, չգիտեն հաջորդ քայլը որտեղ են դնելու։ Ինչի, որովհետև դառել են ինտերնետային հավատացյալներ։ Մենակ քարոզներ լսելով։ Իսկ քո հեռախոսի մեջ քարոզ չկա։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Դու իսկ քարոզ չունես քո հեռախոսի մեջ։ Սուրբ Գիրք ունես, բայց քարոզ չունես։ Ինտերնետը վերջացավ, քարոզներն էլ հետնա վերջանալու։ Հարաբերություն չկա, երկրպագություն չկա։ Հենց ուզում ենք երկրպագենք, միացնում ենք այսինչ կամ այնինչ հոգևոր երգիչին, երգչուհուն, եւ ինքը մեր տեղը երկրպագում է։ Մենք ուղղակի լսում, վայելում ենք։ Հենց ինտերնետը գնաց, երկրպագությունը դեռ կկանգնի։ Բայց երեխայի նման, մանուկի նման, անխարդախ ու բանական կաթին փափագենք, որ կարողանանք աճել մինչև փրկությունը։ Այստեղ եւ փառաբանությունը կա, եւ քարոզը կա, եւ խոնարհումը կա, եւ ճանաչողությունը կա, եւ զորությունը կա, եւ բժշկությունը կա։ Ամեն բան կա այս ճշմարտության մեջ, որը կարող է մեզ հասցնել երկնքի արքայություն մեր հոր աթոռի առաջ։ Սիրելիներ, դուրս եկեք ինտերնետից, փախեք։ Նրանք ձեզ կեղծ երեխա են սարքում։ Դրանք ձեզ սարքում են կախված մարդիկ, որոնք չեն էլ հասկանում իրանք կաթ են խմում, թե ասֆալտի ջուր։ Չեն հասկանում իրանք իրականում սնվում են, թե հիանում են պարզապես վաուերով գնում են առաջ։ Վաու, ինչ քարոզ էր, այս ինչ հրաշք էր, սիրտս ուրախացավ, քունս տարավ, անես լավ բան զգացի, կյանքդ փոխվեց, չէ, ես նույն մարդն եմ, ուրեմն ոչինչ էլ չեն տվել նրանք քեզ։ Միայն Աստծո խոսքը կարող է կյանքեր փոխի։ Միայն Աստծո ճշմարտությունը կարող է կյանք փոխի։ Երեխայի նման փափագիր, ասա Տեր, ես քեզ ծառայում եմ։ Ուզում եմ, որ քեզանից ընդունեմ այդ հրաշք օրհնությունները։ Քո ձեռքերը դիր ինձ վրա, որ ես էլ կարողանամ ուրիշների կյանքի վրա ազդեցություն ունենամ։ Եկեք միասին մեր գլուխները խոնարհենք Տիրոջ ներկայության մեջ, մեր սրտից բարձրացնենք դեպի Տերը մեր աղաղակը եւ ասենք Տեր, նայիր իմ փոքրություններին։ Ես ոչինչի պես եմ։ Շնորհակալ եմ քեզ, որ դու ամեն բան ես մեզ համար, Տեր։ Շնորհակալ եմ քեզ, որ դու մեր մանկությունը, մեր փոքրությունը չես անարգում։ Դու համարում ես դրանք հրաշալի սկիզբ, լավ սերմ, որ կարող է ապագայում հզոր եւ զորավոր բան սարքել մեզ։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Եթե շատերը մեր մանկությունը անարգում են, դու չես անարգում, դու մեզ ավելի մտերմացնում ես քեզ հետ, դու տալիս ես ավելի մեծ արտոնություն մտերմանալու քեզ, վայելելու քո շնորհքը, քո օրհնություններն ու սերը։ Եվ հիմա ով Տեր, աղոթում եմ, որ այս սրտի փոքրությունները կարողանան մոտենալ քեզ, որպեսզի դու լիառատ լցնես յուրաքանչյուրիս կյանքը։ Աճեցրում ես, Տեր, մեր անձնական հարաբերությունների, մեր ներքին սենյակների մեջ մեզ աճեցրու, Տեր։ Խոսիր մեզ այն ներքին սենյակի մեջ, որտեղ դու մեզ հանդիպել ես մեկ օր եւ մեր կյանքը փոխել ես դեպի քեզ։ Հիմա խնդրում ենք, Տեր, արի նորից վերադառնանք մեր ներսի սենյակը եւ այնտեղ խոսենք իրար հետ։ Եվ այնտեղից սկսենք նորից։ Եվ այնտեղ դու ինձ հետ քո կյանքի, ապագայի, հույսի, ճշմարտության խոսքերը տաս։ Շնորհակալ եմ քեզ։ Օրհնիր մեր կյանքը, օրհնիր մեր ամեն մի վայրկյանն ու ակնթարթը քո առաջ եւ օգնիր մեզ, որ շատերս որպես ծնողներ մեր երեխաներին բերենք քո ներկայության մեջ, որ այդ Սուրբ Հոգուդ գերազանց այցելությունը լցվի նրանց կյանքի մեջ, որ նրանք զգան քո հպումը, որ նրանք վայելեն քո ներկայությունը, Տեր։ Մենք սրտան շնորհակալ ենք քեզ, օրհնում ենք քո Սուրբ անունը, պատվում ենք քեզ եւ մեծարում ենք, Հայր, մեր սիրելի Փրկչի,
Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ լինի մեր Տերը, սիրելիներս։ Աստված շատ օրհնի ձեզ, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի։ Ամեն։ See